Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող լիագումար նիստի օրակարգը։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել եւ այդ իրադարձությունից ավելի քան 100 տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջեւ։ Armenpress-ի զրույցում Նիկոլա Բեյն անդրադարձել է ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ նշել, որ Եվրոպական միությունը համերաշխ է Հայաստանի հետ եւ այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որը մենք կիսում ենք։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացի մենք պետք է լինենք հայերի կողքին եւ երբեք նրանց մենակ չթողնենք, ասել է Բեյը։ Ապրիլի 17-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելարուսի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը Լուկաշենկոն ստորագրել է ապրիլի 17-ին։ Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունում 8-0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում եւ շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը եւ ընդհանուր մոբիլիզացիան մինչեւ 2025 թվականի օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքը ապրիլի 16-ին խորհրդարանը հերթական անգամ երկարաձգեց ռազմական դրության եւ ընդհանուր զորահավաքի գործողությունը 90 օրով մինչեւ օգոստոսի 6-ը։ Սա արդեն 15 անգամ է, որ Ռադան երկարաձգել է զորահավաքն ու ռազմական դրությունը երկրում։ ԱՄՆ-ն հույս ունի, որ Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն եւ կհանգեցնեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։ Մենք հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն։ Մենք հանդես ենք գալիս խաղաղ երկարաժամկետ կազմավորման օգտին, ասել է պետքարտուղարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել։ Իսրայելը բազմաթիվ բացահայտ եւ քողարկված գործողություններ է ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ, առանց որոնց Իրանն այսօր միջուկային զինանոց կունենար, հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը, հավելելով այս գործողությունները հետաձգվել են Իրանի միջուկային ծրագիրը մոտ 1 տասնամյակով։